Ֆինանսական գրագիտությունը Աստվածաշնչում այսօր խոսելու ենք ֆինանսական հավատարմության եւ ծառայության մասին, այսինքն ծառայողների ֆինանսական հավատարմության մասին։ Աստծուն ծառայել փափագողների։ Եվ ուզում եմ խոսել նրանից, որ առավոտյան սովորաբար ես լուրեր եմ կարդում, որպեսզի հասկանամ նաեւ հետաքրքիր է ինձ աշխարհում ինչ է կատարվում, եւ լուրերի մեջ այդպես կայք կա, մտնում եմ լուրերի կայքը հայերեն կարդացի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության ծառայությունը, այդպես երևի բաժին կա, իրենք վերլուծություն էին ներկայացրել, թե ով է Ամերիկայի համար 1 թշնամին։ Եվ ինձ հետաքրքրեց, վերնագիրը հենց այդպես էր, որ հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակել, ով է Ամերիկայի համար 1 թշնամին, եւ գրավեց, մտա ուզում եմ իմանալ ինչ են կարծում իրենք, ով է իրենց համար 1 թշնամին, եւ շատ զարմացա։ Եվ ինձ շատ դուր եկավ իրենց վերլուծությունը, եւ վերլուծության մեջ գրած էր, որ վերջին տարիներին այս ծառայությունը ավելի շատ կենտրոնացած է եղել տպավորություն ստեղծելու, կարծիք հայտնելու, քան թե փաստեր հավաքելու վրա, որտեղ հետախուզությունը պիտի փաստեր հավաքի։ Այսինքն մենք կարծում ենք, որ մեր թշնամին սա է, մեկն ասում է, չէ, մեր թշնամին սա է, սրանից ավելի մեծ վտանգ կա, ասում են, նայեք փաստերին։ Մեր թշնամին նա է, ով շատ սպանում է մեր ժողովրդին։ Եվ սա էր փաստը։ Ում պատճառով է ավելի շատ ամերիկացի մահանում, սպանվում։ Եվ իրանք ասեցին, եւ այդ վերլուծությունը եկել էր ու եզրահանգումը հետեւյալն էր, որ վերջին տարիներին, վերջին 1 տարվա ընթացքում 52,000 Ամերիկայի քաղաքացի սպանվել է նրա պատճառով, որովհետև թմրանյութեր ներմուծողները մահաբեր թմրանյութեր են բերել իրենց երկիր։ Եվ ասում են, ոչ այս երկիրն է մեծ թշնամին, ոչ այս երկիրը, ոչ այս երկիրը։ Իրանք այդքան չեն վնասում մեր ժողովրդին, մարդ 52,000 զոհ ենք տվել, ասում էր այդ զեկույցը։ Եվ սա այս մարդկանց պատճառով է, որոնք արտադրում են եւ մեր երկիր են ներմուծում թմրանյութեր։ Եվ ես մտածեցի, իսկ եթե մենք մի վերլուծություն մշակենք, ո՞րն է եկեղեցու ամենամեծ թշնամին։ Ոչ թե այսպես զգացմունքային կերպով, ոչ թե, չգիտեմ, կարծիք հայտնելով իմ կարծիքով, փաստերով։ Եվ երբ որ մտածում էի ու պատրաստվելուց հիշեցի այս պատգամի պատրաստվելու ընթացքում, որն է եկեղեցու համար 1 թշնամին, հիշեցի Տեր Հիսուսի խոսքերը Մատթեոս ավետարան 18-րդ գլխում, եւ 18-րդ գլխի նշել եմ մոտ 6-ից 11 խոսքերում Տեր Հիսուսը խոսում է աշխարհի գայթակղությունների մասին։ Նայեք, եկեղեցու առաքելության մասին էլ այդտեղ գրված, ասում եմ, այդտեղ ասում, որ ես եկա, մարդու որդին եկա, որ որոնի եւ ապրեսնի կորածը։ Ինքը եկել է, որ մարդիկ ապաշխարեն։ Մարդիկ այդքան հեշտ չեն աշխարհից կտրվում, չգիտեմ, բավականին աղոթքներ, վկայություն, աշխատանք, եւ մարդը ապաշխարում է գալիս է եկեղեցի եւ հանկարծ եկեղեցում ինչ որ մեկը իրան թույլ է տալիս գայթակղություն լինի այս նորահավատի համար։ Եվ Տեր Հիսուսը չասեց վայ նրանց, որ ձեզ կհալածեն։ Տեր Հիսուսը ասեց վայ ձեզ, եթե ձեր պատճառով ինչ որ մեկը հավատքից հեռանա։ Ավելի լավ էր այդ մարդը ընդհանրապես ծնված չլիներ։ Ավելի լավ է ջաղացի այդ էշի երկանակար իր վզից կախվի գծվի ծովը, սա Տեր Հիսուսի խոսքերն է։ Որտեւ իր պատիժը այնքան մեծ է լինելու, որտեւ ես եկել եմ կորածին որոնելու եւ ապրեսնելու, իսկ ինչ որ մեկը եկեղեցում այնպես է անում, որ փրկվածները գայթակղվեն ու հեռանան եկեղեցուց։ Հիմա տեսնում եք ովքեր են եկեղեցու ամենամեծ թշնամիները։ Եվ սա փաստն է։ Եկեղեցուց ավելի շատ հեռանում են գայթակղված, քան ինչ որ մեկից գայթակղված։ Կան այլ պատճառներով ճնշումներ, հալածանք, չգիտեմ, արգելքներ։ Եվ գայթակղությունը չի գալիս եկեղեցի այցելողներից։
Այսինքն եթե ինչ-որ մեկը եկել է եկեղեցի, ինձ գալիս են ասում են, գիտես ով է գալիս ձեր եկեղեցի, ասում եմ ով է գալիս, մեր թաղամասի ամենավատ ապրողն է գալիս, ասում եմ շատ լավ, եկեղեցին հենց նրա համար է, որ գա ու փոխվի, բայց երբ որ գալիս են ասում են, գիտես քո եկեղեցու ծառայողներից ինչ է անում այս մեկը, ու դու իրան ծառայություն ես վստահել, ես չեմ կարող ասեմ շատ լավ է անում թող գա, չէ, այդ մարդը իրավունք չունի ծառայելու։ Եվ ես հնարավորություն եմ տալիս Տեր Հիսուսը հենց շարունակության մեջ գիտեք ինչ ասում է, եղբայրդ եթե քո դեմ մի մեղք կա գործում, գնա, երբ որ դու եւ ինքը առանձին եք զգուշացրա, եթե լսի, շահեցիր եղբորդ, եթե չլսի, մեկին վերցրա գնա, հետո եթե չլսի, եկեղեցում հայտարարեք, եթե չլսի, այսքան զգուշացումներից հետո չափ աշխարհի չի ասում քեզ համար եղբայր, ասում է քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես է, եղբայր չի այլևս, ոչ եղբայր, ոչ քույր։ Բա սերը ուր մնաց արմա եղբայր, սերն է հենց իրան հանում ու վռնդում եկեղեցուց, որ մնացածը չգայթակղվեն։ Ինչու եմ սրա մասին խոսում, որովհետև Տերը ասում էր, ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 24-րդ խոսք, որովհետև կամ մեկին կատի մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի, մյուսին կարհամարի։ Չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային։ Սիրելի ծառայողներ, չեք կարող լինել աշխարհասեր, փողասեր, ծառայեք մամոնային եւ միևնույն ժամանակ ծառայեք Աստծուն։ Պիտի կողմնորոշվեք, որն է ձեր երկրպագության կենտրոնը, փողը, դիրքը, թե Աստված։ Երբ է մարդը ատում Աստծուն, ասում է կամ մեկին կսիրես, կամ մեկին կատես։ Եթե մամոնային սիրում ես, եթե քո համար երազանքդ, չգիտեմ, մի հատ թանկանոց ավտոյի կողքը նկարվելն է ու Facebook-ում հրապարակում անելը, կամ գնաս այնպիսի հագուստ հագնես, որ քո դիրքով, գիտեք, մարդ կա իր, մի հատ լավ բառ կա հայերեն չի, ստատուս է կոչվում, քո ստատուսը դու հաստատում ես քո մեքենայով, քո հեռախոսով, քո հագնվածքով, եթե դու քո ստատուսը դրանով ես հաստատում, դու մամոնային ես պաշտում։ Որտեւ մարդիկ չեն հասկանում, ոնց է, ասում ոմանք սխալ էին հասկացել նախորդ դասերը, ասում են հիմա ինչ մենք ուզում ենք բարեկեցիկ ապրենք, սա սխալ է, իհարկե սխալ չի։ Ուզում ենք լավ մեքենա վարենք, սխալ է, իհարկե սխալ չի։ Ուզում ենք լավ հագնենք, սխալ է, իհարկե սխալ չի։ Սխալը նա է, որ դու քո դիրքը, քո երջանկությունը կապում ես դրանց հետ։ Տեր Հիսուսը ասեց, ասեմ ձեզ, ձեր դիրքը ինչի հետ պիտի կապված լինի։ Ով ամենաշատը ծառայի, ով ամենաշատ իրան խոնարհեցնի, մյուսներին օգնի, ինքը ամենամեծն է։ Ձեր միջի ծառան, ով ամենաշատն է ծառայում մյուսներին, ինքը ամենամեծն է։ Ահա ստատուսը եկեղեցու։ Ոչ թե փողը, ոչ թե բանկային հաշիվը, ոչ թե տան ճոխությունը կամ չգիտեմ մեքենայի ճոխությունը, քո ստատուսը մի կապի փողի հետ։ Եվ գիտեք, սոցիալական ցանցերը շատ լավ բացահայտում են։ Ձեր հրապարակումները խոսում են ձեր երազանքների մասին։ Դու սիրում ես։ Եվ երանի թե մենք սիրենք մյուսներին օգնելը։ Երանի մենք սիրենք Աստծո խոսքը, Տիրոջ Տեր Հիսուսին, երբ որ սամարացի կնոջը ծառայեց, երբ որ եկան ասեցին, սոված է իր հաց ենք բերել, ասեց ես կշտացել եմ արդեն, որովհետև գրած է իր ախորժանքը Տիրոջ կամքը կատարելն էր։ Եվ մի հոգի փրկվեց։ Եվ ինքը այնքան հագեցած էր դրանից, որ ֆիզիկապես սովը հեռացել էր, ուտելու հավես չուներ, որովհետև հագեցել էր Աստծո կամքը կատարելով, մեկ անձի ծառայելով։ Իրան թե մեր վայելքը Տիրոջը ծառայելն լինի, ոչ թե աշխարհասիրությունը։
Աշխարհասիրությունը եւ ծառայությունը անհամատեղելի են։ Տերը ասում էր, որտեղ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտը կլինի։ Որտեղ ձեր սիրտն է, այնտեղ ձեր երկրպագությունն է։ Եվ դու կարաս իմանաս, որտեղ է քո գանձը, այս երկրի վրա, թե երկնքում, ինչպես Տերն էր ասում։ Ինչ ենք մենք ուզում, գանձեր դիզել այնտեղ, թե այստեղ։ Եթե մեկը պարծենում է, գրված է Աստվածաշնչով, թող պարծենա նրանով, որ ճանաչում է Տիրոջը եւ նրա կամքն է կատարում։ Քրիստոսից դուրս ուրիշ պարծանք չունենք մենք։ Ես իմ Աստծով եմ պարծենում։ Իհարկե, մի քիչ հակադրություն է, չէ՞։ Խոնարհը իր խոնարհությունով պարծենա։ Չի լինում պարծենալ, այսինքն, բայց չպիտի պարծենանք մեր նվաճումներով, մեր, չգիտեմ, մեքենայով, մեր էլ եմ ասում, հանկարծ էլի սխալ չհասկանան, ես դեմ չեմ։ Լավ, հարմարավետ մեքենաներ, ինչքան շատ լինեն, այնքան լավ։ Եկեղեցում շատ եղբայրներ, քույրեր, մեքենաներ ունենան, մյուսներին էլ կօգնեն պաշտամունքից տուն գնալու հարցում։ Եվ շատ կուզեմ շատ լավ մեքենաներ ունենաք։ Ես դրան դեմ չեմ։ Ես դեմ եմ, երբ որ մարդու համար դա դառնում է, գիտեք, մարդը կարա օրինակ Աստծո գործի համար հանկարծ, այսպես որ մտածում է, դե սովորաբար օրինակ եմ ասում, չգիտեմ, 1000 դրամ եմ զոհաբերում, այն մեկն էլ ասի, ես էլ 5000 եմ, 10000, ինչքան է քո սովորականը, չգիտեմ, սովորաբար այսպես եմ զոհաբերում, բայց օրինակ կարա, չգիտեմ, իր ստատուսի համար $500 օրինակ վերնաշապիկ գնի։ Իսկ կյանքում բարեգործություն չի անի, չեմ ասում եկեղեցուն, $500 բարեգործություն չի անի, ունի հնարավորություն, բայց երբեք չի անի, որտեվ իր ստատուսը իր համար թանկ է։ Հասկանում եք մամոնային պաշտելը որն է։ Մարդկա կարա միլիոններ աշխատի, բայց մամոնային չպաշտի։ Իսկ մարդկա միլիոններ չի էլ աշխատում, բայց իր սրտում ինքը փափագում է, որ մի օր այնպիսի մեքենա վարի, որ ինքը մեքենայից իջնելուց իրան նենց վերաբերվեմ, ոնց որ այն մյուս մարդը, որ իջնում է, գիտեք, չէ, այս աշխարհը տենց է, որ տենում են մի հատ վատ մեքենա գնում, հետևից սիգնալ են տալիս, ճանապարհը զիջի, բայց որ լավ մեքենա վախում են, դա աշխարհն է։ Բայց եկեք մենք չնմանվենք աշխարհին։ Եվ դու չես կարա ծառայես Աստծուն։ Գիտես, ժամս նայեմ, թե չէ, շատ լավ թեմա է, այսի կարող է շատ տարածվեմ։ Առաջի Հովհաննես 2:15 գրված է. Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրում է, հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի եւ աչքերի ցանկություն, այս աշխարհի ամբարտավանություն, հորից չէ, այլ աշխարհից։ Թե աշխարհն է անցնում, թե նրա ցանկությունը, բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան։ Որդիակներ, վերջին ժամանակն է, ինչպես լսեցիք, նեռը գալիս է, եւ արդեն իսկ բազում նեռեր են եկել։ Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին, բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։ Մեր միջից դուրս եկան, ի՞նչ է նշանակում։ Եկեղեցու ծառայողներն էին։ Հովհաննես ասում է, մեր միջից դուրս եկան։ Ու աշխարհը սիրեցին։ Դու չես կարա ծառայես Աստծուն, եթե սիրում ես աշխարհը։ Եվ ֆինանսական հավատարմությունը շատ կարևոր է։ Ֆինանսի հանդեպ քո վերաբերմունքը։ Սա չի նշանակում եկեղեցուն շատ փող տաս կամ շատ բարեգործ, չէ։ Փողասեր չլինես։ Ամենամեծ վնասը, որ հասցրել է եկեղեցուն, դա աշխարհասեր ծառայողներն են, ոչ թե հավատացյալները, որ գալիս են, որ փոխվեն, չէ, ծառայողները, աշխարհասեր ծառայողները, իրենց սա հնարավոր չի թաքցնել, ինչպես հոգու պտուղը, չէ, նախորդ բաժնի մեջ հոգու պտուղի մասին էինք խոսում։ Հնարավոր չի դուք թաքցնես հոգու պտուղը ունենաս, ինքը դրսևորվելու է, երևալու է։
Աշխարհասեր մարդը չի կարա դա թաքցնի։ Անհնար է, դա երևում է։ Ինքը վայելում է այս աշխարհը։ Եվ դա գայթակղություն է։ Երբ որ աշխարհը վայելողը սովորացնում է, որ մարդիկ շատ զոհաբեր են, դա կեղծ է, եւ մարդիկ հիասթափվում են դրան։ Լավ ապրելը եւ մամոնային երկրպագելը տարբեր բաներ են։ Աստված դեմ չի, որ մենք լավ ապրենք։ Բայց լավ ապրելը չպիտի դառնա մեր կյանքի գերնպատակը։ Մեր կյանքի գերնպատակը պիտի լինի երկնքում գանձեր դիզելը։ Եվ ես կողմ եմ, որ օրհնված ապրենք, եւ շատ կուզեմ եւ աղոթում եմ, որ մեր եկեղեցու ժողովուրդը նաեւ ֆինանսապես օրհնված լինի։ Որտեւ մեծագույն օրհնությունը ֆինանսապես օրհնված մարդը իր շրջապատի մարդկանց համար, եթե իր սիրտը ուղիղ է Տիրոջ հետ, եթե մամոնային չի պաշտում։ Իրեք շատ սխալներ կա։ Մարդիկ իրենց ծուր ցանկություններին հասնելու համար անգամ սկզբունքներ են խախտում։ Դուք գիտեք, չգիտեմ։ Դա շատ տարածված է, չէ՞։ Վիզա ստանալու համար սուտ են խոսում։ Կացություն ստանալու համար, չգիտեմ, ինչ ասես ներկայանում են։ Եվ գիտես, խնդիրը մենակ իրանց հետ չի, խնդիրը այն մարդկանց հետ է, ովքեր համաձայն են դրա հետ։ Օրինակ շատ հավատացյալներ կան, ասում են, ինչ վատ բան կա, այս երկիրը սենց օրենք է դրել, մեզ քաղաքացիություն չի տա, մինչև մենք սուտ չասենք, ես սուտ չեմ ասում, բայց լավ է անում։ Մարդը հասնում է իր նպատակին, ուզում է լավ ապրի, գալիս է ստով հասնում է իր նպատակին։ Հռոմեացիս առաջին գլխում գրած է, ոմանք այս մեղքերը գործում են, ոմանք էլ իրենց հավանություն են տալիս։ Աստված երկուսին էլ նույն մեղքն է համարելու։ Այսինքն դու կարաս ընդհանրապես աշխարհասիրության դրսևորումներ չունենաս, որովհետև այդ հնարավորությունը չունես, բայց սրտով համաձայն լինես, ու Աստված քեզ նույն մեղքն է հաշվելու։ Ու երբ որ դու ծառայող ես ու այդպիսին ես, դու գայթակղություն ես, հիշում եք, եկեղեցու համար մեկ թշնամին աշխարհասեր ծառայողներն են։ Դրա համար այսօրվա դասի վերնագիրն է ֆինանսական հավատարմությունը եւ ծառայությունը։ Առաջին Տիմոթեոս 6-րդ գլխում է գրված, որ փողասիրությունը կամ արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է։ Եվ ոմանք տրվեցին նրան եւ մոլորվեցին հավատքից, եւ հավատքից են մոլորվում, եւ իրենց բազում ցավեր են պատճառում։ Ինչ է կարծում, ինչու էր Տեր Հիսուսը ասում վայ այս մարդուն։ Վայ նշանակում է վայ։ Նշանակում է կտեսնեք իր պատիժը ու կտեսնեք վայը ինչ է։ Եվ սա զգուշացում է։ Սա նրա համար չի, որ մենք տրտում ենք, սա նրա համար է, որ եթե մեր կյանքում կա փողասիրություն, աշխարհասիրություն, մենք հեռացնենք սա։ Որ ինչ որ մեկի համար գայթակղություն չլինենք։ Եթե մենք որոշել ենք Տիրոջը ծառայել, մենք չենք կարա փողասիր լինենք ու Տիրոջը ծառայենք։ Դա անհամատեղելի է։ Առաջին Պետրոս 5-րդ գլխում Պետրոս առաքյալը երեցներին ասում աղաչում եմ ձեզ, որ ծառայեք այս մարդկանց ձեր հոտին առանց շահասիրության։ Մի նայեք, հարուստ է եկել, կարամ օգուտ քաղեմ, Երանի ես մեր թաղի հարուստները ապաշխարեն, ինչի։ Ինչ չես ասում Երանի աղքատները ապաշխարեն։ Տեր Հիսուսը եկավ աղքատներին էր ավետարան քարոզում։ Մենք ասում ենք Երանի հարուստները ապաշխարեն, ինչի։ Փողը շատ կլինի, ասում եմ, երբ որ հարուստը կմտնի ձեր եկեղեցի, չասես արի, վայ դու հայտնի մարդ ես, հարուստ արի առաջի շարքը նստի։ Գրված է թե գրված չի։ Գրված է։ Աղքատին էլ ասես քո վրայից հոտ է գալի, դու գնա այն վերջը։ Մի հատ էլ վերջն էլ չէ, այն առանձին աթոռ կդնենք այնտեղ նստի։ Չլինի այսպես։ Աստված ձեզ այդպես չի վերաբերվում։ Այդ աշխարհն է, որ մարդկանց ըստ իրենց ունեցվածքի է ողջունում ու գնահատում։ Աստված լրիվ ուրիշ չափանիշներ ունի։
Աստծուն տպավորում է հավատքը։ Դա կարող լինի հարուստի մեջ, դա կարող լինի աղքատի մեջ։ Աստծուն տպավորում է նվիրումը։ Առանց շահասիրության ծառայեք։ Մի նայեք սրանից շահ ունեմ, մտերմություն անեմ, սրանից շահ չունեմ։ Եկեղեցիներում մի բան կա, այսպես հարուստները անընդհատ փոխվում են։ Եվ եթե ծառայողի մտերմությունը այս մարդու ունեցվածքի հետ է, ոչ թե իր հետ, այդ մարդու ունեցվածքը կքչանա, ինքը դուրս կգա։ Ես մի բարեկամ ունեմ արտասահմանում, ոչ հայկական եկեղեցում, ապաշխարեց ու միանգամից ինձ ասեց, ես մտել եմ հովվական թիմի մեջ, ասի ո՞նց։ Ասում եմ, դե հովիվ չեմ, բայց ուր գնում ենք իրար հետ են գնում։ Ասում եմ, ինչ անում են, ես իրանց հետ եմ։ Ասում եմ, ո՞նց։ Հետո հասկացա ո՞նց, ինքը լավ հարուստ էր։ Հետո այնպես եղավ, մեկ օրում ինքը կորցրեց իր հարստությունը, զանգել է ինձ, ասում է, ինձ բարևել չեն ուզում տան համարյա։ Ասում եմ, բա, որ զգուշացնում էի։ Ու ինքը այնպիսի գայթակղություն ապրեց, որ մինչև հիմա ինչքան աշխատում եմ Երանի մի օր տեսնեմ այսպես լրիվ ապաշխարած, որովհետև անընդհատ ճանապարհին է, բայց ոնց որ տեղ չի հասնում, ինձ շատ թանկ ու հարազատ մարդ է։ Երանի ապաշխարի, բայց այնպես է գայթակղվել։ Ումից փողասեր ծառայողներից, որովհետև փող ուներ, ամենաընդունելի մարդն էր, փող չունի, ով ես դու, ընդհանրապես ով ես։ Եվ սա եկեղեցում ժամանակս գնաց։ Տեր Հիսուսը չէր նայում ով ինչ ունի, 5000-ը մի օր այնպես քարոզեց, որ բոլորը թողեցին գնացին։ Եվ 12-ը մոտեցան ասին, ես ինչ քարոզ տվեցիր, Հովանու 6-րդ գլուխն ասա։ Ես ինչ ես խոսում էր իր մարմինը ուտելու արյունը խմելու հաղորդության մասին էր խոսում եւ բոլորը թողեցին գնացին, ասես դուք էլ ուզում եք, դուք էլ գնացեք։ Իմ ծառայությունը մարդկանց շատության հետ կապ չունի։ Ես եկել եմ իմ հոր կամքը կատարելու։ Բա որ կորցնեմ եկեղեցուս անդամներին։ Տեր Հիսուսը ասում էր բոլորիդ եմ պատրաստ կորցնեմ, բայց իմ հոր հետ հարաբերությունը պատրաստ չեմ կորցնեմ։ Ես եկել եմ ճշմարտությունը խոսելու։ Բոլորիդ պատրաստ եմ կորցնելու, 12-ին էլ ամենամտերիմներին, դուք էլ եք ուզում, դուք էլ գնացեք։ Փառք Աստծուն, որ Պետրոսը հայտնություն ստացավ հորից։ Ուր գնանք։ Ուր գնանք։ Դու Աստծո որդին ես, ուր գնանք։ Չենք հասկանում ինչ ես ասում, բայց ուր գնանք, ոչ մի տեղ էլ չենք գնանք։ Փառք Աստծուն հավատարիմների համար։ Բայց նույն Տերը ասում է Հովանու 5:44-ում, ինչպես դուք կարող եք հավատալ Աստծուն, եթե իրարից եք փառք ընդունում։ Շատ ժողովուրդ, մեծ փառք։ Գիտես իմ եկեղեցին քանի հոգի է։ Կարող են 15 հոգանոց եկեղեցու հովիվը ավելի մեծ վարձք ստանա, քան 15000-անոց եկեղեցու հովիվը։ Որտեւ ի 15 հոգուց աշակերտներ կբարձրացնի, իսկ քո 15000-ը գայթակղություն են շրջապատում մարդիկ, չեն էլ ուզում եկեղեցու անուն լսեն, որովհետև փողասեր ու աշխարհասեր կյանքով են ապրում։ Հասկանում եք, Աստծո չափը մարդու չափը չի, մենք իրարից չպիտի փառք ընդունենք, ասում եմ, բայց այն միակ փառքը, որ հորից է, որ Աստծուց է, սա չեք ուզում, չեք ապրում Աստծո գովասանքը ընդունելու համար։ Դուք այնպես եք անում, որ ձեզ ընդունեն մարդիկ, ուրիշ եկեղեցիների հովիվները, ուրիշ ծառայողները նայեն, տեսնեն դուք ով եք։ Դա ամեն ինչը կանգնելու է, մի օր այդ ամեն ինչը անցնելու է, այդ խոտը, եղեգը, փայտը այրվելու է, կրակով անցնելու է եւ միայն թանկարժեքը երկնային գանձերն են անցնելու։ Թանկարժեք քարերը, ոսկին ու արծաթը։ Որտեղ ենք մենք մեր գանձերը դիզում։ Գիտեք, Տեր Հիսուսը ասում էր, հենց այս խոսքերից հետո, երբ որ ասեց, երկու տիրոջ չեք կարող ծառայել։ Ասեց, ինչ եք հոգ անում։ Ձեր հոգսը թող լինի հոր կամքը կատարելը։
Աստծո արդարությունը եւ նրա արքայությունը փնտրելը, մնացածը ինքը կհոգա, ինքը գիտի ձեր կարիքները։ Սա չի խոսում նրա մասին մի աշխատեք եւ այլն, չէ։ Խոսում է նրա մասին, որ դուք աշխատեք էլ, վաստակեք էլ, բայց ձեր հիմնական փափագը լինի Աստծո կամքով ապրելը։ Ոչ թե որ մի քիչ զրոների քանակ տեսնեք, չոքերը դողա ու ասի Աստված ջան կներես, ես մի անգամն եմ խարդախություն անում։ Չէ։ Այսօր երկրորդ անգամ եմ ասում այս խոսքը։ Հավատացյալի սրբության վրա գրված է չի վաճառվում։ Մարդ կասում հա դե ինչ ես ընկել ծայրահեղության հետևից, մարդ էլ կա մեր եկեղեցու անդամ, զանգել է ինձ, ասում հարմա եղբայր, ես գործի կարիք ունեմ, ընդունվել եմ գործի, ինձ ստիպում են, որ ես հին ապրանքի վրա նոր պիտակ կպցնեմ։ Ես դա չէի անի։ Ես հավատացած եմ, ինքը հավատարիմ քույրիկ է, որ ինքը պատրաստ է զրկվի այդ աշխատանքից, բայց պատրաստ չի դա անել։ Ես մի բան էլ վստահ եմ, որ Աստված իրան այնպես է օրհնելու, որ այն մարդիկ, որ փողի համար սկզբունքներ են վաճառում։ Ու ինչ անենք, ես չեմ խափում, ինքն է խափում, ես ուղղակի իր փաստաթղթերն եմ սարքում, ես իրան օգնում եմ, ես աջակցում եմ, խորհուրդներ եմ տալիս, ոնց ավելի լավ խափի։ Ես ոչ չեմ խափում, ես կյանքում չեմ խափի։ Ես ուղղակի ձևն եմ ասում, ոնց ճիշտ խափի։ Բայց ինձ փող է պետք։ Նայել։ Մեր իրականությունն են։ Եվ չլինի, թե սրան գովում ենք, նրան փնովում, չէ, այս ամենը խոսում ենք, որ Տիրոջը սիրող մարդիկ, ես հավատում եմ, որ շատերը ուղղակի ընկնում են ազդեցության տակ։ Ուղղակի բոլորը տենց են անում են խորհրդային միության ժամանակ ոնց էր, բոլորը գործանից գողանում են, այս մարդն էլ նայում էր, սա ասում են անբաշար ես, ինչա տար էլի։ Ինքն էլ տանում էր, բայց ինքը այդպեսի ինչ է, ես ուզում եմ հավատալ, որ այն հավատացյալները, որոնք սխալ են ապրում, թեկուզ միամիտ հավատք լինի, բայց ուզում եմ հավատալ, որ փողի համար սխալ են անում, կսթափվեն այս քարոզից, կապաշխարեն ու չեն անի։ Գուցե ազդեցության տակ են ընկել, գուցե այդ երկրում դա նորմալ է։ Ինչպես մեր երկրում նորմալ էր ժամանակին։ Բայց ես ասում եմ ոչ թե հանդիմանության համար, այլ ապաշխարության համար, որովհետև բոլորիդ եմ սիրում։ Որովհետև եթե առաջի ես ֆինանսական գրագիտության դասերի առաջին դասը լսեք, առաջինը, երկրորդը, այնտեղ գրված է, քեզ ես վնասելու։ Աստծո անեծքը կա այսպիսի մարդու կյանքում, այդպես է գրած։ Դու Աստծուն ասես, դե լավ, ոչինչ, հիմա լուրջ չեմ ընդունելու ամեն քո ասածը։ Մենք ապրում ենք, պետք է վայելենք այս կյանքը ու հանգիստ ապրես, անհնար է։ Մանավանդ որ ծառայող ես, դու գայթակղություն լինես մյուսի համար ու հանգիստ ապրես, անհնար է, որքան հնարավոր է շուտ ապաշխարի։ Վտանգավոր է։ Դու կենդանի Աստծուն ես մոտեցել, դու Քրիստոսին ես մոտեցել, դու նրա ծառան ես, դու նրա ծառայողն ես, դու նրա եկեղեցու ծառայողն ես։ Եբրայեցիս թղթում գրված է Մովսեսի ժամանակ մեկը որ խախտում էր անում, քարկոծվելով սպանվում էր, բայց հիմա Մովսեսից ավելի մեծին եք մոտեցել, այդ ծխացող լեռը չի, որ մարդիկ սարսափում են, գրված է ահավոր բան է կենդանի Աստծու ձեռքը ընկնել եւ սա նոր կտակարանն է, հին կտակարանը չի։ Աստծու հետ խաղանեք, Աստծուն խաբեք, Աստված իր կյանքը դնի, իր որդու կյանքը դնի, որ մեկին փրկի, դուք գայթակղություն դառնաք ինչ-որ մեկի համար, որ ինքը հեռանա աշխարհ, ու չպատժվեք, անհնար է։ Բայց Աստված 1, 2, 3 ապաշխարելու հնարավորություն է տալիս։ Աստված մի անգամից չի պատժում, եւ մարդիկ էլ մտածում են երևի թե չպատժի, անհնար է որ չպատժվես։ Եթե փողասեր ես, եթե Աստծո սկզբունքները խախտող մեկն ես, անհնար է որ չպատժվես։ Այստեղ ուրիշ բան է։ Աստված ապաշխարելու հնարավորություն է տալիս, որովհետև քեզ էլ է սիրում։ Եվ մենք պիտի շտկենք մեր ընթացքը։ Երբեք Աստծու օծությունը չպիտի վաճառենք։ Սատանան Հիսուսին ասեց, ինձ երկրպագի կտամ ես հարստությունը քեզ։ Երբեք։
մեր ծառայության հաջողության հիմքը Սուրբ Հոգու օծությունն է։ Կա Սուրբ Հոգու օծությունը, կլինի հաջողված ծառայություն։ Չկա Սուրբ Հոգու օծությունը, մոռացեք հաջողված ծառայության մասին։ Չի կարող լինել։ Կարա լինի շոու, կարա լինի, չգիտեմ, մարքեթինգ, կարա լինի, չգիտեմ, այսպես կարանք ծուխ թողանք եկեղեցում, լույսերը անջատենք, միացնենք, sense էֆեկտներ ստեղծենք, մարդկանց գրավենք գովազդներով, ասենք բժշկությունա լինում, եկեք, հետո կգան կլծվեն, ոչ մի բան չի փոխվի, դատարկ կլինի, որովհետև Սուրբ Հոգու ներկայությունը չկա։ Իսկ որտեղ կա Սուրբ Հոգու ներկայություն, այնտեղ այն որ թերություններ էլ լինի, այսպեսի գեղեցիկ էկրան էլ չունենանք, Սուրբ Հոգին կգործի այդտեղ։ Եվ մարդիկ չեն գա շոուի համար։ Ես դեմ չեմ էկրանին, շատ մեզ օգնում է էկրանը փառքաստուն, հանկարծ չմտածեք էկրանն եմ բան ասում, չէ։ Ես Սուրբ Հոգու ներկայությունը փոխարինող երևույթների դեմ եմ խոսում։ Եվ օծությունը սիրելիներ, այդտեղ որ ասում էր աշխարհի սերը, թշնամությունը Աստծու դեմ, այնտեղ որ ասում էր առաջին Հովհաննու 2:15, հետո ասում է, բայց դուք այդպիսին չեք, դուք օծում ունեք այն Սուրբից, եւ այդ օծությունը շատ թանկ է։ Գիտեք, եթե Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ հավատարմության առաջին քայլը ֆինանսների մեջ հավատարմությունն է։ Սա փոքրն է, սա քիչն է։ Եվ գիտեք, Սուրբ Հոգու օծությունը գալիս է, որ դու այս քչի մեջ հավատարիմ ես։ Քչի մեջ հավատարիմ ես, շատի մեջ էլ հավատարիմ կլինես։ Իմ ժամանակը շատ անցավ, որոշել եմ կես ժամից քիչ քարոզեի, բայց եկեք կես ժամով սահմանափակվենք։ Եկեք կանգնենք աղոթքի։ Եփեսացիս 5:10 գրված է. դուք քննեք, թե ինչն է Տիրոջը հաճելի, եւ խավարի անպտուղ գործերին մասնակից մի եղեք։ Հատուկ ծառայողների համար, հատուկ այն մարդկանց համար, ովքեր ուզում են Տիրոջը ծառայեն։ Հիշեք, աշխարհասեր, փողասեր ծառայողը գայթակղություն է։ Նախ չես կարա թաքցնես դա։ Գայթակղություն է հավատավոր ժողովրդի համար։ Եվ սրանից մեծ վայ գոյություն չունի, եթե մենք մեկի համար գայթակղություն եղանք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզնից, օրհնյալ ու փառավոր Աստված։ Այս մասին խոսելը հեշտ է, այս ամենը ապրելը միայն քո հոգու զորությամբ է հնարավոր, որտեղ աշխարհը գրավիչ է, Տեր, եւ փողը իր մեջ հարբեցնող ազդեցություն ունի, եւ խնդրում եմ, որ ինչպես դու զգուշացնում ես, որ չհարբենք գինով, այլ լցվենք Սուրբ Հոգով, այնպես օգնիր մեզ, որ չհարբենք մամոնայով, այլ լցվենք քո Հոգով եւ ոչ մեկի համար գայթակղություն չլինենք, Տեր, եւ մեր փափագը երկնքում գանձեր դիզելը լինի, այլ ոչ թե այս երկրի վրա։ Եվ սա հնարավոր է միայն քո շնորհիվ։ Քո շնորհքը, քո ողորմությունը տուր մեզ, որ ոչ թե խոսենք այս մասին, այլ ոչ միայն խոսենք, այլ ապրենք, Տեր։ Եվ աղոթում եմ քեզ սիրող յուրաքանչյուրի համար, ով իր կյանքում այս թվարկված սխալներից կգտնի, որ ոչ թե ընկճվի, ոչ թե որպես հանդիմանություն ընդունի, այլ որպես եղբայրական խրատ, հորդոր ու աղաչանք ապաշխարության եւ Աստծո հետ հաշտվելու, որովհետեւ գրված է աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Օգնիր մեզ եւ պահիր սրբության ու մաքրության մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։